Կգնաք շեֆի մոտ, կասեք շեֆ, այդ 200 միլիոնը հերիքա երկարացնես, հույս չունենաս, ընտրությունները չեն կրելու, գնա միուցի բյուջե, սպասում ենք 200 միլիոնը հետ բերեք բյուջե, բացի դրանից իդեպ Տիկին Գրիգորյան, զանգեք Վահե Գրիգորյանին, Գևորգյան էր թե Գրիգորյան, Հակոբյան, զանգեք Վահե Հակոբյանին, ասեք շեֆ, դե դուք շեֆեր շատ ունեք, շեֆեր որոնց գցել եք, ասեք շեֆ, ինչ ես թռած, ինչ ես թռած, մի ընդհատեք ինձ, Տիկին Գրիգորյան, սովորեք տիրապետել ձեզ, Տիկին Գրիգորյան, ավելացրեք իմ ժամանակը խնդրում, Տիկին Գրիգորյան, ինչ ակացա, պարոն Ռուբինյան, մի վարքյան, Տիկին Գրիգորյան, խնդրում եմ ավելացրեք, Տիկին Գրիգորյան, դուք մի վարքյան լռեք, այսինքն դուք որևիցե վիրավորանք չի հնչում, այսինքն ինչն է վիրավորանք, շեֆ ունենալը վիրավորանք ձեր շեֆն է, ինչ է, բազմաթիվ մարդիկ շեֆեր և ղեկավարներ ունեն, ես ձեր ազատատենչությունը հասկանում եմ, բայց խնդրում եմ, դուք գալիս եք ստեղից ինչ ասես, ասում եք, ինչ է, հիմա նստեմ ձեր բանով զբաղվեմ, ասենք այդ ամեն ինչը, լսեք, այնուամենայնիվ, ելույթ է ունենում ազգային ժողովի փոխխոսնակը, դուք որ ելույթ եք ունենում, որովից է մեկը ձեզ ընդհատում էր, ես ժամանակ է ավելացնում ու թույլ չէի տալի, հիմա էլ ձեզ թույլ չեմ տալի, մի խանգարեք, պարոն Ռուբինյան, շարունակեք, խնդրեմ, պարոն Սիմյան, խնդրում եմ ավելացրեք, ես կորոշեմ, շարունակեք, դե խնդրում եմ որոշեք, նաև հատկանշական է, որ Տիկին Գրիգորյանը վիրավորվում է կամ ժխտում է, որ Քոչարյանի շեֆն է, երևի գործ ունենք հերթական ուրացման հետ, փաստորեն Քոչարյանն էլ է պատրաստում գցի, ենթադրաբար, որովհետև արդեն հասկացել է, որ Քոչարյանի ուժը չի անցնելու խորհրդարան, ինչպես ասում են, տրանսֆերային պատուհանը բաց է, բայց հետ գալով կիսատ մնաց միտքը։ Հա, զանգեք Վահե Հակոբյանին, ասեք շեֆ, ինչ ես թռած ման գալիս, դու հետախուզման տակ ես, արի, ու եթե չեմ սխալվում, իրանից էլ են ինչ-որ գումար պահանջում, արի մուծվի, կամ ֆրացեք ձեր շուրջը նայեք, ձեր խմբակցության կեսը ապօրինի գույքով է անցնում, ասեք մուծվեք, կօգնեք պետությանը, կյանքում մի անգամ մի լավ բան արած կլինեք պետության համար։ Այսքանը ձեր մասին։ Խնդրում եմ չհուզվել։ Հիմա անցնենք ընդհանուր ձեզ։ Պարոն Խաչատրյանն ասում է 004 շրջաբերական կա, բայց բովանդակությունը չենք հաստատել։ Այսօրվա պես հիշում եմ, երբ որ 004 շրջաբերականը տխրահռչակ, դավաճանական հրապարակվեց, Արծվիկ Մինասյանը եւ Գեղամ Մանուկյանը եթերներում, տարբեր եթերներում, եթե պետք լինի, հետո կուղարկեմ ձեզ լինքերը, սկսեցին մեկնաբանել այն մտքերը, որոնք կային այդ 004 շրջաբերականում եւ որտեղ ըստ հրապարակվածի գրված էր, որ Դաշնակցությունը ուզում է մատաղանել մեր անկախությունը։ Իրանք գիտեք ինչ էին մեկնաբանում, ասում են, այդ որ գրած է, այդ չի նշանակում, այլ բան է նշանակում։ Դա ոչ այլ ինչ է, քան հաստատել այդ բովանդակությունը։ Հաջորդը Սիրելի գործընկերներ, քանի որ քննարկում ենք կոռուպցիայի դեմ պայքարը, իրականում ամենամեծ խնդիրը գիտեք որն է, որ մենք այդ հարցը քննարկում ենք ազգային ժողովում, որտեղ ենթադրաբար պետք է ներկաները քննարկեն կոռուպցիայի դեմ պայքարը, բայց մենք ունենք խմբակցություն, որը քննարկում է իրենց դեմ պայքարը։ Հասկանում եք, եկել ասում են, ինչ եք պայքարում կոռուպցիայի դեմ, այն կոռուպցիայի, որը դուք ասում եք կոռուպցիա, դա կոռուպցիա չի, որովհետև դա մենք ենք արել։ Դուք կոռուպցիայի պաշտպաններ եք, հասկանում եք, դուք ի բնե կոռուպցիայի պաշտպաններ եք, որովհետև դուք եկել եք մարդամեկի 200 միլիոն դոլարը պաշտպանելու համար, դուք այլ ֆունկցիա չունեք։ Մարդամեկի 200 միլիոնը ուղղակի իր տղու էլ, չգիտեմ, դրա մասնաբաժինը ինչքան է։ Էդ եք դուք։ Ու մի կարևոր բան էլ խնդրում եմ Տիկին Ջուլիակյան, մի խանգարեք էլի ինձ։ Հա, գնա, ես պարոն Մինասյանի հետ հայացքներով զրուցում եմ, մի խանգարեք ինձ։ Թվում էր, թե այսքան տարիներից հետո, հեղափոխությունից հետո, երբ որ ժողովուրդը եկավ ձեզ բոլորից ասեց գնացեք ստեղից, էլի, մեղմ ասեց գնացեք ստեղից։ Դուք պետք է գոնե մի քիչ փոխված լինեիք։ Չեմ ասում, ապաշխարած լինեք, ակնհայտորեն չեք ապաշխարել։ Եկեք 5 տարիա կոռուպցիա եք պաշտպանում։ Բայց մի փոքր պետք է փոխված լինեք, գոնե լավ, գոնե ձեր, չգիտեմ, ինչ հաշվարկելու ունակությունը պետք է մեծացած լիներ։ Բայց ինչ եղավ առաջին անգամ, երբ որ դուք իշխանություն վերցրեցիք 2018 թվականից հետո։ Նկատի ունեմ Գյումրիում։
Անցած տարի դուք բոլորով իրար հետ, ձեր խմբակցությունը, մի քանի հատ KGB-ի ագենտ եւ այլն, կոմունիստները, իրար հետ բոլորով մի հատ անսուրբ դաշին կնքեցիք եւ իշխանություն վերցրեցիք Գյումրիով։ Ինչ եղավ դրանից կես տարի հետո։ Ձեր ծնունդը ձերբակալվեց կոռուպցիայի մեղադրանքով, կաշառակերության մեղադրանքով։ Համապատասխան մարմինը հրապարակեց ձայնագրություն եւ ըստ այդ հրապարակված ձայնագրության ձեր ծնունդը Գյումրիի փող էր ուզում ինչ-որ բան օրինականացնելու համար։ Ու դուք այդքանից հետո բան ունեք, համարձակություն ունեք, գաք ստեղ կանգնել, ասել, որ ինքը բան է, քաղբանտարկյալ է, հա? Ու հետո էլ թողեք, չէ՞ բոլշևիկներն են պայքարել մեր դեմ։ Դուք բոլշևիկների բանն եք, կոալիցիոն կրտսեր գործընկերն եք։ KGB-ի ագենտների կրտսեր գործընկերներն եք դուք։ Պարոն լեյտենանտի կրտսեր գործընկերն եք դուք։ Կրտսեր գործընկերոջ, կրտսեր գործընկերն եք դուք։ Բայց սա նույնիսկ սա ամենավատ բանը չի ձեր մասին։ Ամենավատ բանը ձեր մասին գիտեք որն է։ Որ դուք նաև պատերազմի կուսակցությունն եք։ Որովհետև այսքան տարի, ես ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, 2020 թվականից հետո ինչ հայտարարել եք, դրանցից մեկը մենք լսեինք ձեր ասածով անենք, մեր երկիրը հիմա չեր լինի տարածքային իր ամբողջականության սահմաններում, ու մի 5 անգամ մենք պատերազմի մեջ եղած կլինենք, եթե մի անգամ ձեզ լսած լինենք։ Ու հիմա դուք շարունակում եք նույն գիծը։ Ես ուզում եմ մեր ժողովուրդը հստակ իմանա, որ եթե Հայաստանը ընդունի մի քաղաքականություն, որը ասում են այս մարդիկ, Քոչարյանի կուսակցությունը եւ խմբակցությունը, չգիտեմ, սերժականները իրանց թաթոյաններով, ռուսաստանցի օլիգարխը, բելարուսամետ օլիգարխը, եթե Հայաստանը գնա իրանց ուղով, ինչա լինելու։ Իրանք հայտարարելու են, որ հակամարտությունը ավարտված չի, իրանք այսօր հայտարարում են, որ հակամարտությունը ավարտված չի։ Իրանք հայտարարելու են, որ իրանք չեն ճանաչում Հայաստանի սահմանները Ալմատայի հռչակագրի համապատասխան։ Իրանք ասելու են, որ պետք է շարունակել Ղարաբաղյան շարժումը եւ լավագույն դեպքում չի լինելու խաղաղություն, վատագույն դեպքում լինելու է պատերազմ։ Սա է լինելու։ Եվ հետեւաբար հունիսի 7-ի ընտրությունները լինելու են հետեւյալի մասին։ Մարդիկ պետք է ընտրեն կամ պատերազմի եւ կոռուպցիայի կուսակցությանը, կամ չընտրեն նրանց։ Տեսեք, համեստ եմ գտնվում եւ չեմ ասում, որ ընտրեն արդարության եւ խաղաղության կուսակցությանը, բայց չնայած մյուս կողմից էլ ինչ եմ համեստ գտնում, կամ էլ ընտրեն արդարության եւ խաղաղության կուսակցությանը։ Եվ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հունիսի 7-ին պետք է ստանա սահմանադրական մեծամասնություն, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը իր այդ 200 միլիոնը, երբ որ դատարանում ապացուցվի, որ ապօրինի ձեռքբերված է, վերադարձնի բյուջե, որպեսզի Վահե Հակոբյանին բռնենք եւ բերենք Հայաստան։ Այդ փախածին։